Արև բոլորին եւ նորից բարի գալուստի մալիք, ես Մերին եմ ու այսօր եկել եմ խոսենք բավականին կարևոր թեմայի մասին՝ ատության, մոտիվացիայի, դիսցիպլինայի։ Մինչ վիդեոյի սկսել է, եկեք բաժանորդագրվենք ու դնենք լիքը լայքեր, որ շուշուտ դուրս գան նոր վիդեոներ։ Իմ սոցիալական հարթակներն է, իսկ մենք սկսում ենք։ Ձեզ տալու եմ միասին քննարկելու ենք 10 խորհուրդ, որը ես օգտագործել եմ, վստահեցնում եմ, որ ձեզ էլ օգնելու է։ Առաջին կետը time management-ն է։ Սովորեք ճիշտ բաշխել ձեր ժամանակը, ձեր գործերը, դասերը ու ամեն ինչ, փորձեք ամեն օր պլանավորել։ Վստահ եմ, որ շատերս էլ փորձում ենք ամեն անգամ պլանավորել, ուղղակի մեկ անգամ գրում ենք ու հավերժ մոռանում ենք դրա մասի։ Դրա համար մի խորհուրդ. եկուս դրեք զարթուցիչ, բայց փորձեք կոնկրետ կենտրոնանալ ու մեկ շաբաթ ոչ ավելի ոչ պակաս, մեկ շաբաթ ուղղակի պլանավորել։ Դուք հետո կհասկանաք, որ այդ ինչ-որ sense սովորություն է դարձել, կարծում եմ էլ չեք մոռանա դրա մասին։ Պարտադիր չի ամեն ինչ վայրկյաններով պլանավորած լինի, կարևորը դուք հասկանաք, թե ինչ եք ուզում այդ օրվանից, ինչ կարևոր գործեր ունեք, ու պարտադիր չի գրել թղթի վրա, կարող եք այդ ամեն ինչը անել հեռախոսի մեջ, բայց կոնկրետ ինձ, օրինակ, ավելի հարմար է թղթային տարբերակը։ Պարտադիր չի դրա վրա ծախսեք շատ ժամանակ, սովորեք կարճ, արագ մի քանի րոպեում պլանավորել ձեր ամբողջ օրը կամ շաբաթը կամ ամիսը, կապ չունի։ Ունեցեք շաբաթվա կամ ամսվա ինչ-որ գրաֆիկ, որի վրա կլինի օրինակ ձեր բոլոր պրոյեկտների օրերը, երբ պետք է անեք, երբ պետք է հանձնեք։ Պատկերացնենք մի իրավիճակ, մանավրում եք, գնում եք ձեր ընկերուհիների հետ զբոսանքի ու տուն վերադառնալիս արդեն շատ ուշ հիշում եք, որ պետք է այդ օրը պատրաստեք ինչ-որ պրոյեկտ, դրա համար էլ հենց կա գրաֆիկը, որ երբեք ոչինչ չմոռանանք։ Բացիկ մեր ուղեղի մաքրությունը, իսկ հիմա անցնենք մեր տարածքի մաքրությանը։ Կարևոր է, որ աշխատելիս, սովորելիս մեր տարածքում լինի մաքրություն, ատմոսֆերան տրամադրող լինի, դա մեզանից կտանի շատ չնչին ժամանակ, վստահ եղեք, որ դրանից հետո սովորելը ավելի հաճելի կդառնա։ Եկեք անցնենք հենց կրթությանը։ Ինչպես չմոռանալ ինֆորմացիան, պատրաստվել օրինակ բոլոր թեմատիկ գրավորներին, հատկապես որ հիմա գնահատվում ենք միայն թեմատիկներով, հարցում ես կօգնի կոնսպեկտները, բայց դամ կոնսպեկտների մասին մի հատ շատ կարևոր խորհուրդ, երեխեք։ Կոնսպեկտները կոնկրետ իմ կարծիքով պետք է լինեն մաքսիմալ կարճ ու պարզ։ Օրինակ, եթե ուսուցիչը բացատրում է ինչ-որ թեմա, փորձեք լսել ու արագ գրել։ Գրքից արտագրեք ամբողջ ջուրը, այսինքն անիմաստ ինֆորմացիան ու այդպես էլ բան չսովորեք։ Հատկապես երբ որ պատրաստում ենք թեմատիկներին կամ դաս պատասխանելիս։ Հաջորդ կետը իմ ամենասիրելին է ու այդ մեթոդներն են։ Հիմա ինչպես գիտեք, կա շատ մեթոդներ համացանցում ու ձեզ տամ եւս մեկ խորհուրդ։ Հաձայն եմ, նույնիսկ վստահեցնում եմ, որ մեթոդները մեր ուսուցման process-ը շատ ավելի արագացնում են ու դարձնում են ավելի արդյունավետ, բայց ինձ թվում է, որ բոլոր մեթոդները բոլորին չի համապատասխանում։ Օրինակ, ես վերջերս հասկացա, որ Պոմոդորոյի մեթոդը այդքան էլ իմը չի ու որոշեցի մեկ շաբաթվա ընթացքում փորձեմ տարբեր մեթոդներ ու գտա ինձ ամենահամապատասխանները։ Ձեզ էլ խորհուրդ կտամ, համացանցում շատ մեթոդներ կա, ես էլ ունեմ լիքը այդպիսի վիդեոներ TikTok-ում եւ Instagram-ում, այնց որ եթե չգիտեք ինչ մեթոդներ փորձեք, անպայման գնացեք այդտեղ ու նայեք։ Մեթոդներից առաջ մեր ուսուցումը ավելի հեշտացնում են ծրագրերը, դրա համար հաջորդ կետը ծրագրերի մասին է։ Այստեղ կթողնեմ իմ համար ամենաօգտակար ծրագրերը։ Ես ընդհանրապես չեմ ընդունում կարևոր դասերը ինչ որտեղից արտագրել։ Ես օգտագործում եմ այս ծրագրերը միայն նրա համար, որպեսզի հասկանամ թեմաները։ Օրինակ, Quizlet-ը օգտագործում եմ անգլերենի բառերի համար, ու մի քանի օր առաջ ինձ Quizlet-ը օգնեց շատ արագ սովորել անգլերենի բառերը, ինչը պետք եկավ հաջորդ օրվա գրավորին։ Դասերը սովորելիս ես շատ եմ օգտագործում հեռախոս, բայց հիմնականում ոչ թե համացանցի, այլ օգտագործում եմ հնարավորինս բոլոր գործիքները, որոնք ինձ կարող են օգնել արագ հասկանալ թեման, որ շատ ժամանակ շահեմ։ Հաջորդ կետը բխում է նախորդ կետից, պարտադիր արեք ձեր տնային աշխատանքները, երեխեք։ Շատերը մտածում են, որ այդ բավական անիմաստ է, բայց եթե դուք արդեն սխմել եք այս վիդեոն, ինձ թվում է դուք այդպես չեք մտածում։ Հաջորդը իմ ամենասիրելի կետն է։ Ոնց մտնեց։ Հաջորդ կետը իհարկե ռոմանտիզացիա, որը ես հիմնականում անում եմ Pinterest-ի միջոցով։ Չգիտեք ինչ է ռոմանտիզացիան, այստեղ կգրեմ անպայման։ Եք ռոմանտիզացիայի միջոցով, ամեն ինչ ռոմանտիզացնելու միջոցով վստահացնում եմ, որ դուք այս աշխարհին լրիվ ուրիշ աչքերով եք նայելու։ Դեմ ես առանց դրա չեմ կարող ու բանն էլ ես գիտեմ, որ ես ունեմ դրա կարիքը։ Ճիշտ է, երբեմն բաներ կա, որ սխալ է ռոմանտիզացնելը, բայց վստահում եմ, որ դա կրթությանը չի վերաբերվում։ Ու եկեք խոսենք վերջին երկու ամենակարևոր կետերի մասին՝ դիսցիպլինա
եւ հոգեբանություն, որոնց մասին դուք պետք է մտածեք ոչ թե վերջում, ինչպես էս վիդեոյի մեջ, այլ սկզբում։ Դուք սկսելուց առաջ պետք է հասկանաք ինչի համար եք ընդհանրապես այս ամեն ինչ անում։ Ունենաք առողջ հոգեբանություն, երբեք չհամեմատեք ձեզ ուրիշների հետ, երբեք չհամեմատեք ձեր արդյունքները ուրիշների արդյունքների հետ։ Հասկանաք, որ ամեն ինչ անում եք միայն ձեր համար ու ուրիշների ինչ որ անիմաստ կարծիքները կամ ուղակի ձեր անիմաստ մտքերը ինչքան են ձեզ խանգարում։ Զգացիք ես մոտիվացիայի մասին չխոսեցի, կոնկրետ այդ բառի, հիմա բացատրեմ ինչու։ Իմ մեջ կոտրվել է հենց մոտիվացիա բառը, որովհետև թվում է, որ այդ ամենաանիմաստ, ժամանակավոր մեզ խաբելու միջոցն է, որ մենք սկսում ենք ամեն ինչ անել մոտիվացիայի միջոցով, բայց վերջում հասկանում ենք, որ այդ մոտիվացիան կորում է, այդ աշխատելու ցանկությունը նույնպես։ Դրա համար իմ խորհուրդը ոչ թե ինչ-որ բան արեք մոտիվացիայի համար, սովորեք ապրել դիսցիպլինայով։ Արեք ուղղակի նույն սովորությունները ամեն օր, մեկ շաբաթվա ընթացքում ու դուք կզգաք, որ դասեր սովորելը արդեն դարձել է բացվելու, հաց ուտելու նման մի բան, ոնց որի դուք ուղղակի ձեր կյանքը չեք պատկերացնում։ Շնորհակալություն մինչև վերջ նայելու համար։ Չմոռանաք գրել ձեր կարծիքները կոմենտներում, հատկապես Instagram, որովհետև հենց այնտեղ են գտնվում իմ նոր վիդեոների մտքերը։ Վստահացնում եմ, որ ձեր մոտելի մոդել ամեն ինչ կստացվի, ձեզ շատ ամուր եւս մեկ անգամ գրկում եմ վիդեոներ ավելի ու ավելի հաճախ են դուրս գալու, իսկ ես ձեզ ասում եմ bye